Երեկ ուշ երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել Բարգավաճ Հայաստան կուսակցության Նոր Նորքի և Արաբկիրի տարածքային գրասենյակների ղեկավարները։ Շենգավիթ համայնքից կուսակցության ներկայացուցիչ խուզարկություն է իրականացվել Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում։ Լուրեր են տարածվել նաև, որ խուզարկություն է իրականացվել Բարգավաճ Հայաստանի պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տանը, մինչդեռ պատգամավորը հեռախոսազանգերի չի պատասխանում։ Քննչական կոմիտեից էլ մանրամասներ չեն հաղորդում, նշելով, որ պատգամավորի տղան կասկածվում է 2014 թվականին քաղաքացու առևանգման մասնակցելու մեջ և այդ քրեական գործի շրջանակներում գործողություններ են կատարվում։ Բարգավաճ Հայաստանի տարածքային գրասենյակների ղեկավարներին բերման ենթարկելու հետ կապված ոստիկանությունից փոխանցեցին, որ Նոր Նորքի գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը ապօրինի զենք է կրել և այս պահին էլ գտնվում է ոստիկանությունում։ Արաբկիրի գրասենյակի ղեկավար Արման Չատինյանը բերման է ենթարկվել ընտանեկան վեճի և կնոջը ծեծի ենթարկելու պատճառով։ Շենգավիթ վարչական շրջանից բերման ենթարկված Բարգավաճ Հայաստանի անդամ Գայանե Քոչարյանն էլ մեղադրվում է անչափահասի ներգրավմամբ գողություններ կատարելու մեջ։ Ընդ որում, բոլոր այս դեպքերում ոստիկանությունը բացառում է կապը քաղաքական վերջին իրադարձությունների հետ։ Բարգավաճ Հայաստանում մինչդեռ հակառակն են պնդում։ Ազատության հետ զրույցում Բարգավաճ Հայաստանի պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ում ընտանիքին պատկանող հյուրանոցում ևս երեկ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել, այս քայլերը բնորոշեց որպես ճնշում կուսակցության նկատմամբ։ Գիտեք ինչ, կարող է իրենց գլխի մեջ շատ բան պտտվում, բայց Ռուբեն Գևորգյանը ունի տեսակ, դա ծաղիկ ռոբոտ տեսակն է, որը հենց այնպես այդ անվանումը ձեռք չի բերվել։ Այդ անվանումը անցել է ծանր ճանապարհ, սկսած գործպատերից մինչև մեր այս վազ լուսավոր աշխարհը այսօրվա դրությամբ, որում գտնվում ենք ու հայտնվել ենք։ Համենայն դեպս ես այնքան եմ կարծրացել, ես երբեք խցիկից խցիկ տեղափոխող տղա չեմ եղել, երբևիցե 4 պատս փոխող անձնավորություն չեմ եղել։